Ասիկա երկերկոցի մեր 7-րդ սերդողությունն է։ Այսօրվա մեր սերդողությունը պիտի սկսենք երկերկոցի 3-րդ գլխուն 6-րդ համարով։ Մեր անցյալ սերդողության մեջ տեսանք, որ Սիրուհին իր գործընթացած սիրականը կդավ, ուզային իր մորը դունը դարավ։ Թեև վրացը լավակույն գերբը չէր, ասորդ մեկեր սիրականը օժարեցավ իրեն հետ ադենմը մնալ, խոհելով որ լավ արիքմը գը ներգայանար իրեն զինք խրադելու և հաստիարագելու։ Ասկի առաջ մի քանի անձնական դեսակցություններ ունեցավ Սիրուհի հետ, ու ամեն անգամինալ Սիրուհին հասեր սորվեցավ և օգտված դուրս եկավ այդ դեսակցություններեն։ Կարելի չէ Հիսուսի հետ ժամանակ անցնել և չօգտվել ու չօգնվել իր ներկայութենեն և շնորհալի խոսքերեն։ Կարելի չէ Հիսուսի հետ ժամանակ անցնել ու անոր չնմանել։ Հոգեբանությունը կսորվեցնե, որ երբ երկու հոգիներ իրարու հետ հարաբերին, երկուքեն զորավոր եղողը իր հատկությունները մյուսին կփոխանցե։ Դարներ առաջ մեր քաղաքեն մեզի ծանոթ երիտասարդ մանգլիա կնած փաստաբանություն ուսանելու համար։ Մի քանի տարի վերջ երբ վերադարձավ, տեսանք, որ թեթևորեն գաղար մեկ գոմին վրա։ Խորեցանք, որ արգածիմը հանդիպած էր, ուզեցինք մանրամասնությամբ դերեկանալ։ Բայց տեսանք, որ խնդիրը բոլորովին դարբեր էր։ Այս երիտասարդը պրոֆեսոր ուներ, որուն հետ շատ կհարաբերեր, և այդ մարդը գալ էր։ Առանց զգալու ժամանակի ընթացքին ինքն ալ ընդօրինագած էր անոր քալելու ցևը։ Երբ քահանայապետը ու իշխանները Պետրոսը և Հովհաննեսը ձերբակալեցին, ուսանոնք հարցուփորձեցին, չգրցան հասկանալ, թե այս անուս և դքետ ծգնորսները որտեղ են ցերծկած էին այդ համարձակությունը ու թիլությունը, բայց կգարցանք, որ իմացան, որ անոնք Հիսուսի հետ եղած էին, թախնիկը մեջտեղ ելավ։ Մեր դերը երկայնամիտ է մեզի հետ իր հարաբերություններուն մեջ։ Կհիշե, որ մենք հողե շինված ենք, կհանդուրժե մեր պտամունության և անթաղության։ Կհիշե նաև, որ շատ անգամներ հոգին հոժար է, բայց մարմինը դգար է։ Գիտե, որ հին մարդը արգելք կհանդիսանա մեր շատմը հարի մտադրություններուն։ Մեզի հետ շնորհքով ու սիրով կվարվի։ Հայտնի է, որ այս վերջին դեսակցությունն հարցագետմը արձանագրեց Սիրուհին փորձառության մեջ։ Նոր շրջանմը սկսավ Սիրուհին։ Ասիկա իր կյանքին 3-րդ կարևոր շրջանն է։ Երկերկոց 3-րդ գլխուն 6-րդ համարին մեջ այսպես կգարցանք. Ով է ասիկա, որ զմուրսով և գնդրոգով ու պերեզագներուն ամեն տեսակ խոշիովը խնգված անաբադեն գելլե ձուխի սյուներու բես։ Այս հարցումը ընողը Երուսաղեմցի անձանոք մեկն է, և ուրիշ մեկն ալ հաջորդող համարներուն մեջ այդ հարցումին պատասխան կտա։ Աչքի երևցողը փոշի ամպն էր, որ ձուխի սյունիմը պես երկին կբարձրանար։ Մոտեցողը 60 գդրիչ երիտասարդները փաղկացյալ թափորմն էր, որոնք քահավորակմը շրջապատած էին։ Քահավորակին մեջ Սողոմոն և իր հարսը Սողոմացին նստած էին, անաբադեն Երուսաղեմ գուքային։ Աստծո խոսքին մեջ անաբադը հավատացյալին կյանքի չորության խորհրդաբատեր է։ Կանանու երկիրն ալ Քրիստոսով կյանքի լեցունության։ Ուրիշ խոսքով, մեկը մարմնավոր հավատացյալը կներկայացնե,
Մյուսն հոգևոր հավատացյալը, կամ Սուրբ Հոգիով լեցուն հավատացյալը։ Երբ Աստված Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն երկաթի հնոցեն հանեց, ուզեց, որ անոնք ուղղակի Կանանու երկիրը երթան։ Անապատի մեջ 40 տարի թափարիլնին Աստուծո փափակով չեղավ, իրենց անհավատության երեսեն եղավ։ Այնպես ալ, երբ Աստված մեղավորը կփրկեր, գուցե որ ան հոգևոր կյանքը լիուլի վայելե եւ Քրիստոսով իրեն համար պատրաստված բոլոր օգնությունները յուրացնե, կործածե, վանոնցմով ուրախանա։ Հարուստ Աստվածը չուզեր իր զավակները հոգևոր աղքատության մեջ տեսնել։ Ամենագարող Աստվածը չուզեր իր զավակները դգարության մեջ տեսնել։ Երյակ Սուրբ Աստվածը չուզեր իր զավակները մեղքի քերության ու բզդության մեջ տեսնել։ Անգուզե, որ իր զավակները անապատը, անոր չորությունը, անոր միորնագությունը, անոր դաղդուգը, անոր ամայությունը յետին ցկեն եւ գատ ու մեղր փոխով երգիրը մտնեն, որուն օդը մաքուր է, ջուրը չինչ եւ որ հսկաներ գտնագին։ Ամեն ապաշխարողին համար Աստծո փափակը եւ գամքը այն է, որ անոնք Սուրբ Հոգիով լեցվին, Քրիստոսի բարեմասնություններով զարդարվին, երկնային զորություն հագնին, հաղթական կյանքեր ապրեն, Աստծո վախովը սրբությունը գադարլակործեն եւ իբրև արքայական քահանաներ իրեն ծառայեն։ Այս է Աստծո ծրագիրը ամեն մեկ հավատացյալին համար։ Ասկեք քիչով Աստված չկոանար։ Հավատացյալներ, որոնք հոգևոր անապատի մեջ գաբրին, Աստծո սրդին ցավ կվաճառեն։ Մեծահարուստ մարդումը երիտասարդ դղան անգախ ըլլալու համար իր դունը ցկեց եւ ուրիշ քաղաք գնաց։ Հորը աղերսանքները չգրցան զինք արգելել, այդ քայլը առնել է։ Դժբախտաբար երազները չիրականացան եւ չքավորության մատնվեցավ։ Օրմը երկու ազնվականներ Նյու Յորքի մեջ մայթի մվրագ խոսակցեին, երբ այս երիտասարդը ցնցոտիներու մեջ անոնց մոտեցավ, անոնց մեկուն թևին տպջելով ցերկը բացավ ու 10 սենտ խնդրեց։ Մարդը երբ դարձավ այս մուրացկանին նայելու, տեսավ, որ դունեն փախած իր զավակներ, ով գրնա բացատրել այդ ցավը, որ այդ միջոցին հայրը զգաց, երբ իր զավակը այդ վիճակին մեջ տեսավ։ Աստվածը այդպես գծավի, երբ իր զավակները մուրացկաններու պես կտեսնե, փոխանակ իշխաններու պես տեսնելու։ Հիմա թարնանք մեր համարին, երկերկոց, 3 և 6։ Ով է ասիկա, որ զմուրսով ու գնտրոգով, զմուրս և գնտրոգ։ Ասոնք նշանակալից համեմներ են, զմուրսը մահվան խորհրդանշան է և Քրիստոսի չարչարանքները կհիշեցնե։ Ուրեմն Սողոմացին այդ չարչարանքներուն հաղորդագից եղավ։ Ասել է, որ Քրիստոսի հետ խաչը ելավ։ Այս էր այն բանը, որուն համար սիրականը գաշխատեր ցորեկ գիշեր։ Հիմա Քրիստոսի փափակը դեղ եկավ այս հավատացյալին համար։ Հետո գնտրուգը կհիշե, գնտրուգնալ Տեր Հիսուսի հարության և քահանայական բարեխոսության խորհրդաբատկերը։ Ոչ միայն զմուրս է, այլ նաև գնտրուգ։ Ոչ միայն Քրիստոսի հետ խաչը ելած է, այլ նաև Քրիստոսի հետ հարություն արած է։ Անոր հետ թաղվեցանք մգրդությունով մահվան համար, որպես ինչպես Քրիստոս հորը փառքովը հարություն արավ մերելներեն,
այնպես մենք կյանքի նորոգության մեջ կալենք։ Հռոմայեցիս 6:4 Քրիստոսի հետ խաչվեցավ, Քրիստոսի հետ թաղվեցավ, եւ քանի որ Քրիստոսի հետ նույնացած էր, այսինքն անոր միացած էր, Քրիստոսի հետալ մերեններեն հարություն արավ։ Ինչ եղավ այս խաչելության օգուտը։ Հին մարդը քերեզմանի մեջ մնաց, եւ նոր մարդը քերեզմանին դուրս եկավ։ Հռոմայեցիս 6:6-ի մեջ այսպես գրված է. Զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը բջանա, որբեսի ասկե յետև մեղքի չծարայենք։ Անցյալ օրսինք, որ հին մարդը հավատացյալ հանգից չծկեր, եւ հավատացյալին բոլոր կաշած նեղությունները հին մարդուն պատճառավ է։ Դսինք, որ հին մարդը խոսք չհասկներ, հին մարդը չփարեգարկվեր, չփոխվեր, հին մարդը վայրի կազան մնե, որ չընդանենար։ Դսինք, որ հին մարդուն ցերկեն ազատելու համար միայն մեկ ջար կար, զայն խաչել ու մեջտեղեն վերցնել։ Միայն այն ադեն պիտի գրնայինք անոր ցերկեն ազատել։ Ինչ է հին մարդը եւ ով է։ Այն, ինչ որ էինք մեր ապաշխարելեն առաջ, այդ է հին մարդը։ Հին մարդը հին յանքի սկզբունքն է։ Հին մարդը խաչել կնշանակե հավատքով այդ թիրքը բռնել հին մարդուն հանդեպ։ Դսել ով հին մարդ, ես քեզ Քրիստոսի հետ խաչը հանեցի, տուն մերած ես, չես կրնար այլևս իշխել իմ վրաս։ Մինչև հիմա Քրիստոս իմ փրկիչս էր, բայց այսօր սկսյալ ան նաև իմ դերս է։ Սրդիս կահին վրա միայն ան պիտի հազմի ու ան միայն պիտի թակավորե։ Ես այլևս քեզի բարդագան չեմ, քու քերութենետ ծեր ազատված եմ։ Երբ հավատքով գրնանք այս թիրքը բռնել հին մարդուն հանդեպ, գրնանք հին մարդը մեռած սեվել։ Հռոմայեցիս 6:14-ի մեջ այսպես գսե. Այսպես դուք ծեր անձերը մեղքի մեռած սևեցեք, բայց Աստծո գենթանի մեր Տերոջը Քրիստոս Հիսուսի ցերկով։ Մեղքի մեռած սևեցեք։ Ոչ թե ինքնից պիտի խաբենք, այլ որովհետև այդպես է։ Որովհետև երբ Հիսուս խաչին վրա խաչվեցավ, մեր հին մարդնալ իր հետը խաչվեցավ։ Հռոմայեցիս 6:6-ի մեջ այսպես կարդացինք քիչ առաջ. Զայս գիտնանք, որ մեր հին մարդը անոր հետ, այսինքն Քրիստոսի հետ խաչվեցավ, որով երբ մեր հին մարդը մեռած կսեբենք, բարձրապես կատարված իրողությանը հավատացած կլանք։ Այդ վարյանին, որ այդպես կհավատանք, հին մարդը մեռած կլա։ Այնքան ադեն, որ կհավատանք եւ հին մարդուն հանդեպ այդ թիրքը կբռնենք, հին մարդը մեռած է։ Երբ թատրինք այդպես սեվել է, ու այդպես հավատալ է, հին մարդը գողչնա, շատ բարձ է, եւ միոնադեն շատ թյուրին, եթե Հռոմայեցիս 6-րդ գլխուն փանացևին հետևինք։ Ուրեմն փոս հավատացյալը խաչի ելած կգտնենք։ Սողոմոն եւ Սողոմացին ամուսնանալու գերտան։ Հավատացյալը Քրիստոսի պիտի միանա։ Մինչև հիմա նշանված էին, հիմա հարս ու փեսա պիտի իշադագելի ու անմոռանալի շրջանը պիտի սկսի սիրուհին համար։ Ու պերեզակներուն ամեն տեսակ փոշյովը խնգված, անմշահոդությունով բադած,
ասիգա նոր գյանքի հարության գյանքի քույրն է, որ 4 գոմ գսպրե։ Ներքին փորձառությանմը արդակինի մեջ արդահայտվելն է։ Հավատացյալին քույրը իր սրդեն ձակում գարնե։ Գիներուն անուշահության բես մարմնի կսվելով չէ, որ ըսկալի գթարնա։ Սուրբ հոգին է, որ այդ անուշ հոդը գարդացրե։ Այդ աստեցությունը բահել գարելի չլար, հանդարգել գարելի չլար։ Ֆրանսայի մեջ գրասանով քաղաք մգա, որ անուշահոդություններ շինելու մեջ գմասնակի դանա։ Իրվանթեմ, երբ այդ կործարանի մեջ աշխատող աղջիկներ գարցակվին, ամբողջ օր անուշահոդությունը իրենց հագուստներուն անցած գլա, փողոցեն կալած ադեն ամբողջ թաղին ըսկալի գլա իրենց վրա պագած քույրը։ Տարբերություն այն է, որ հարության գյանքի նորոգության մեջ կալող հավատացյալին քույրը ներսեն դուրս կփխի, դուրսեն վրան չփագիր։ Ձուխի սյուներու բես, անաբադեն գելլե ձուխի սյուներու բես, ձուխը գրագին արդյունքն է, նույնիսկ եթե գրագը չտեսնես, ձուխը կտեսնես։ Գրագը Սուրբ Հոգի խորհրդանշան է, ձուխը ընդհանրապես կծրվի, բայց հոս կտեսնենք, որ փոխանակ ծրվելու սյունի վերածված է։ Սյունը ուժին զորության խորհրդանշանն է։ Գրագը էներգի գարդատրե, գրագը շոքեգարքեր ու շոքենավեր կկալեցնե։ Նույնպես Սուրբ Հոգին գրագը հավատացյալը երկնային զորության գլեցնե ու զինք ծառայության գմղե։ Իմ անցնենք 3-րդ գլխուն 7 եւ 8 համարներում։ Ահա Սողմոնի քահույքը գամ անգորինը, որուն փոլորդիկը Իսրայելի զորավորներեն 60 զորավոր գա, ամենալ սուսերավոր են ու բادرազմի վարժված են։ Թիշերվա վախին համար ամեն մեկուն սուրը իր ասրին վրա է։ Անգորինը հանգիստի համար է։ Ասել է, որ Տեր Հիսուս հաղթական եղավ իր բոլոր թշնամիների վրա եւ հիմա գնահանչիլ իր հարսին հետ։ Սակայն երկրի վրա դակավին քիշերը եւ իր հարսին սպառնացող վտանգներ կան, թշնամական ուժերով շրջապատված են։ Սակայն հակառակ այդ բոլորին գերնաս գադարյալ հանգիստ վայելել, որովհետև 60 սուսերավոր, զորավոր, գդրիչ եւ փորձառու զինվորներ իրենց 4 գոմը պատած են թիմակրավելու եւ ետ քշելու որևէ հարցակում։ Ասիգա հավատքի հանգիստն է։ Հարանմանություն մգա, որ փոխանակ Սուրբ Հոգու լեցունությունը ըսելու հավատքի հանգիստը գսեն։ Սուրբ Հոգու լեցուն կյանքը վախերը, գասկածները, անորոշութենը, թերահավատութենը եւ մտահոգութենը զերծ կյանքն է։ Այդ վիճակին մեջ սոմացին հանգիստը ապահովված էր։ Այնքան ապահով էր, որքան Սողմոնի կյանքը։ Մարմնավոր հավատացյալը չի գնար այս անթորություն վայելել, որովհետև չի գնար Աստծո վստահիլ։ Աստծո վստահիլնալ Սուրբ Հոգին կստանա հավատացյալը։ Սուրբ Հոգով լեցուն հավատացյալը գնա իր ամեն նյութը, իր ամեն նեղությունը, իր ամեն մտահոգությունը Աստծո ցկել եւ հանգիստ քուն քաշել, բայց մարմնավոր հավատացյալը չգրնար այդպես անել, որովհետեւ հին մարդուն աստծության դագն է եւ հին մարդը Աստծո վստահիլ չի գիտեր, հին մարդը հավատքով չքալեր, հին մարդը պետք է դեսնե, որ հավատա։
Աստուծո անսուտ խոստումները բավարար չեն համոզելու հին մարդը, որ Աստված սուտ չխոսիր, ու ամեն ըրած խոստումները անպատճառ պիտի կատարվին։ Հին մարդը գուզե իր հարցերը իր ցերկով գարկացրել, իր դժվարություններն ազատելու համար մարդկային իմաստություն կգործածե, նստիլ խորհիլը, մտահոգվիլը, քոնը գործընծնելը, առաքինություն կնկատել, չգիտեր և չընդունիր, որ ասոն բոլորը թերահավատության արդյունքն են։ Աստծո խոսքը գսե քու հոգը դերոջը վրաց կե ու անքեզ պիտի խնամե, Սաղմոս 55:22։ Դարձյալ առաքյալը գսե բանիմը համար հոգ մինեք, ապա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով գոհությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստծո հայտնի ըլլա, Ֆիլիպպեցիս 4:6։ Մարմնավոր հավատացյալը թե աղոթք գնե և թե ալփոք, թե կհավատա և թե ալ սիրտը գները, թե կվստահի և թե ալ խաղաղությունը կգործընծնե, գրնակ երևակայել ինչ տեսակ հավատալ ու ինչ տեսակ վստահիլ է այս։ 9-րդ համար Սողոմոն թագավորը Լիբանանի ծառերեն քահավորագմը շինեց իրեն համար։ Անգողինը հանգիստի համար էր, քահավորագը ջամփորդության համար։ Քահավորագը անիմներ չուներ, բայց երկու կողմերեն ցողեր ուներ և ուխտի դաբանակին պես ուսերու վրա գգրվեր։ Ասիգա գծուցուն է, որ մեր դիրոջ շարժումները ու իր կործին հարաճտիմությունը զինք սիրո և իրեն նվիրված Աստծո զավակներուն գողմե պետք է կատարվի։ Եթե անոնք թերանան այս կործին մեջ, կործը պիտի գաղա։ Ասիգա շատ նվիրական և առանձնաշնորհյալ կորձ մնե, որ հավատացյալներու ուսերուն վրա կծանրանա։ Այս քահավորագը Լիբանանի երևինները շինված էր։ Փայդը Սուրբ Գրքի մեջ մարդկային բնությունը գծություն է, սակայն երևինի փայդը բարձրագույն որակի փայդը կներկայացնե, ուստի Տեր Հիսուսի քերաթաս մարդկությունը գծություն է։ Երևինը բարձրահասակ, պատկարելի, ազնիվ, դոգուն, հոտավետ, ընդիր ու մշտաթալար ծառ մնե։ Մեր դերնալ իբրև մարդ հասարակ մարդոցմեն ավելի բարձր էր իր փարոյական նկարակրով և կործերով։ Թուն մարդոց որդիներեն ավելի գեղեցիկ ես, Սաղմոս 55:2։ Քահավորագին արծած սյուները փրկություն կնշանակեն, փրկություն մեղքի ու մեղքի զորութեն է։ Հենարանները ոսկի էին, ոսկին ալ աստվածության խորհրդանշան է։ Քրիստոսի մեջ մարդկային և աստվածային բնությունները իրարու կհանդիպին և միևնույն մարմնի մեջ միասին կփնագին առանց իրարու խառնվելու։ Բազմոցը ձիրանի է շինված էր, ձիրանին թագավորության խորհրդանշան է։ Հինադեն թագավորներ ձիրանի կհարկնեին։ Դեր Հիսուս ալ թագավոր է։ Պիղադոս զայն իբրև թագավոր ջանցավ ու անոր խաչին գլուխը քրություն մգախեց։ Հիսուս Նազովրեցի թագավոր հրեից։ Եսայի մարգարեացավ իր մասին ասելով իշխանությունը անոր ուսին վրա բիդալլա, Դավիթի աթորին վրա ու անոր թագավորությանը վրա անոր իշխանությունը մեծնալուն և խաղաղությանը սահման չկա։ Եսայի 9:6։ Զաքարիա մարգարե զայն Իսրայելի ժողովրդին ներկայացուց ասելով մեծապես ուրախացիր ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղե ով Երուսաղեմի աղջիկ, ահա քո թագավորդ քեզի գուքա։ Զաքարիա 9:9։ Առայժմ այս թագավորը ձգտված է
Արքայական հանդերձը մեգոմ տրած է, սպասավորի հանդերձ հակած է, այդ հանգամանքով աշակերտներուն ոտքերը լված, որդին մարդո չեկավ սպասավորություն ընդունելու, այլ սպասավորություն ընելու սավան։ Աշխարհ զայն գմերժե առայժմ, մարդիկ զայն գնախադեն, այս աշխարհի իմաստուններուն համար Տեր Հիսուս հրավերություն ունի, բայց օր պիտի կա, որ ան սպասավորի եւ ծառայի հանդերձը մեգոմ իրետնե եւ արքայական բադմուչանը պիտի հագնի։ Հովանես Աստվածապան վարակույրը մեգոմ գքաշե, ու զայն մեզի գծությունե իր աստվածային փառքով։ Գարտացեք հայտնության 19-րդ գլխուն 11-ին 16 համարները։ Այս է այն, որուն հավատացինք, որը ընդունեցինք իբրև փրկիչ, իբրև դեր, իբրև քահանայեբեդ, իբրև թագավոր, իբրև պեսա։ Մեր հոգին սիրածը, որ արժանի է ամեն պաշտամունքի ու երկրպագության, ամեն պատիվի ու հարկանքի, գադարյալ սիրո ու հնազանդության, գադարյալ նվիրումի ու զոհաբերական ծառայության, արժանի է փառաբանության և օրհնության։ Երկոց երրորդ գլուխ վերջին համար։ Այս միջոցին թափորը պետք է Երուսաղեմ հասած ըլլա, գամ փողոցներեն գանցնի, գամալ բալատ հասած է։ Ով Սիոնի աղջիկներ, ասոնգալ Երուսաղեմի աղջիկներուն բես հավատացյալներ են, որոնք կհետաքրքրվին այս հարսանիքով։ Ելեք և Սողոմոն թագավորը տեսեք։ Սափայի թագուհին երկրի ծայրերեն եկավ Սողոմոնը տեսնելու ու հիացումով իր երկիրը վերադարձավ։ Բայց հոս Սողոմոնեն ավելի մեծ մեկը գա։ Մեկը, որ Սողոմոնը ստեղծեց, անոր իմաստություն, հարստություն, փառք ու բադիվ դվողը ինքն է։ Մոքեր հերավոր արևելքեն եկան զինք տեսնելու, հույներ հերավոր Եվրոպային եկան զինք տեսնելու, Հրեստանի 4 գոմերեն մեծ ու բզդի գուքային զինք տեսնելու, ամեն կնով գարժե Հիսուսը տեսնել։ Եթե երկրի վրա դեսարաններ կան, որոնց կզմայլինք, ապա ինչ պիտի եթե զանոնք ըստեղ ձողը տեսնենք։ Ելեք Սողոմոն թագավորը տեսեք, թագովը։ Ասիգա այն թագը չէ, որ Տեր Հիսուս պիտի տրվի, երբ հազարամյա թագավորությունը հիմնե երկրի վրա, ոչ այլ փառած թագն է։ Ասիգա այն թագն է, որ իր մայրը իրեն տվավ իր փեսայության օրը։ Ասիգա ուրախության և բարձանքի թագն է, որ կհիշվի առաջին Թեսաղոնիկեցիս երկրորդ գլխուն 19-րդ համարին մեջ։